Իսկ դուք գիտեիք, որ կան գինիներ, որոնց պետք է բացել բավականին ուշ, եւ այդ գինիների դասին պատկանում է օրինակ այս գինին ագոս։ Իդեպ ուշադրություն դարձրեք իրա պիտակին, եթե մենք այսպես պտտենք պիտակը, մենք կտեսնենք այստեղ պրոֆիլ, եւ դա հրանտ դինքի պրոֆիլն է։ Այս գինին նվիրված է հենց իրեն։ Ագոս գինիները պատրաստվել են 2019 թվականի բերքից եւ հնեցվել են ֆրանսիական տակառներում։ Ինչը դա նշանակում, որ գինին ռեզերվ է եւ իրեն պետք է բացել ուշ։ Հիմա մեր մոտ 2025 թիվն է եւ իսկը վախտն է այս գինին բացելու։ Եկեք միասին հասկանանք ինչ է նշանակում ռեզերվ գինի։ Եվ ուրեմն, միանգամից բույրը զգացվում է, խորտ կտամ ռեզերվ գինիները դեկանտացիա անել հատուկ դեկանտերների մեջ, բայց ես իրեն դեկանտացիա կանեմ իմ բաժակի մեջ։ Այստեղ հսնեմ, որ լավ երևա։ Ուզում ուշադրություն դարձնել ինչպիսի մուգ հետաքրքիր հարուստ գույն է արդեն ստացել։ Եվ դեկանտացիան ես կանեմ հետևյալ կերպ, այսինքն կպտտեմ բաժակը, որովհետև ինքը պատրաստ կլինի խմելուն գոնե մի 10 րոպե օդի հետ շփվելուց հետո։ 3, 2, 1 Անցավ մոտավորապես 10 րոպե եւ իսկապես գինին բացվել է բաժակի մեջ լրիվ ուրիշ ձև, չամչեցված մրգեր, սալորաչիր, վառարտահայտված սև բիբար, ինչը իհարկե շատ բնորոշ է մեր արենի համար։ Նշեմ, որ 100% սև արենի է, Վայոց ձորից եւ ես իրան իսկապես բացեցի ճիշտ օրը եւ ճիշտ ժամանակին։ Այն կարող եք արդեն վայելել Էպիկուր Դիլիջանում մոլդովական 7/2 հասցեով։ Համեցեք։